Առնվազն $10 միլիարդ կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է խոշոր կենցաղային տեխնիկայի առաջատար մատակարար Watsco ամերիկյան ընկերությունը, որի բաժնետոմսերը աճել են ավելի քան 44%-ով։ Հաջորդը CoreWeave-ն է, ամպային հաշվարկներ իրականացնող ամերիկյան ընկերության բաժնետոմսերը աճել են 19.5%-ով։ Եռյակը եզրափակում է ֆինանսական ծառայություններ մատուցող Rocket Companies ընկերությունը 16.5% աճով։ Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է Brown-Forman կորպորացիան ալկոհոլային ըմպելիքներ արտադրող ընկերության բաժնետոմսերի գինը մեկ շաբաթում նվազել է 49%-ով։ Հաջորդը Micro ընկերությունն է, հիշողության սարքեր եւ կրիչներ արտադրող ամերիկյան ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 26.8%-ով։ Եռյակը եզրափակում է Microchip ընկերությունը, կիսահաղորդիչների արտադրությամբ զբաղվող ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 25.6%-ով։ Անցած շաբաթը ֆոնդային շուկայի համար վատագույններից էր վերջին ավելի քան 2 տասնամյակի ընթացքում եւ ամենավատը կորոնավիրուսային համավարակի տարածումից հետո։ Սա պայմանավորված էր ներմուծվող ապրանքների վրա Դոնալդ Թրամփի սահմանած նոր մաքսատուրքերով, որոնք սպասվածից շատ ավելի բարձր էին եւ ներդրողների շրջանում տնտեսության դանդաղման եւ գնաճի մեծացման մտավախություններ են առաջացրել։ Չորեքշաբթի նոր մաքսատուրքերի մասին հայտարարությանը հաջորդած 2 օրերին շուկաները մեծ կորուստներ են ունեցել։ S&P 500-ը 2 օրվա ընթացքում նվազել է 10.5%-ով, շաբաթական կորուստը կազմել է 9.1%, Dow Jones-ի 2 օրվա անկումը 9.3% էր, շաբաթական անկումը 7.9%։ Nasdaq-ը 2 օրում նվազել է 11.4%-ով, ինչը բորսայի ամենամեծ երկօրյա կորուստն էր 2020 թվականի մարտից ի վեր։ S&P 500-ի ընկերությունների գրեթե կեսը կորցրել են իրենց շուկայական արժեքի 10%-ը կամ ավելին, իսկ 31 ընկերություններ կորցրել են իրենց արժեքի ավելի քան 20%-ը։ Ընդհանուր առմամբ շաբթի եւ ուրբաթ օրերին ԱՄՆ բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան նվազել է $5 տրիլիոն։ Առևտրային պատերազմի սրումը համաշխարհային ռեցեսիայի մտավախություններ է առաջացրել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է մաքսատուրքերը մինչև վերջին 100 տարվա ամենաբարձր մակարդակը։ Ի պատասխան Չինաստանը լրացուցիչ 34% մաքսատուրք է սահմանել ԱՄՆ-ից ապրանքների ներմուծման համար։ Այս զարգացումները ցնցել են ներդրողներին, ովքեր հույս ունեին, որ օգնության կգա դաշնային պաուստային համակարգը, սակայն նախագահ Ջերոմ Փաուելի զգուշավոր դիրքորոշումը միայն ավելացրել է անորոշությունը։ Նավթի համաշխարհային գները կտրուկ ընկել են, ուրբաթ նվազելով ավելի քան 6%-ով եւ հասնելով վերջին 4 տարվա նվազագույն մակարդակին։ Սա նշանակում է, որ համաշխարհային տնտեսության դանդաղման ֆոնին պահանջարկը նվազում է։ Տնտեսագետները ակնկալում են, որ այս տարի ԱՄՆ գնաճը կգերազանցի 4%-ը, մինչդեռ ՀՆԱ-ն կարող է կրճատվել 4-րդ եռամսյակում։ Շուկաների անկումից տուժել են հատկապես տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը։ Ուրբաթ Nvidia-ի, Apple-ի եւ Tesla-ի բաժնետոմսերը զգալի հարված են ստացել, գլխավորելով հրաշալի յոթնյակի տեխնոլոգիական բաժնետոմսերի անկումը։ Nvidia-ն ավելի քան 7% անկում է ունեցել, Tesla-ն ավելի քան 10%, Apple-ը 7%, ընդամենը մեկ օրում կորցնելով ավելի քան $310 միլիարդ շուկայական կապիտալիզացիա։ Meta-ն նույնպես նվազել է ավելի քան 5%-ով։ Վերլուծաբան Dan Ives-ը Wedbush-ից նախազգուշացրել է, որ Թրամփի նոր մաքսատուրքերը կարող են ջախջախել տեխնոլոգիական արդյունաբերությունը, հատկապես արհեստական բանականության ոլորտը եւ հանգեցնել նրան, ինչը նա անվանել է տնտեսական արմագեդոն։ Կիրակի երեկոյան կտրուկ անկում են գրանցել նաև ԱՄՆ բաժնետոմսերի ֆյուչերզները։ Dow Jones-ի ֆյուչերզները նվազել են 2.2%-ով, S&P 500-ինը 2.7%-ով, իսկ Nasdaq-ինը 3.4%-ով։ Թրամփի մաքսատուրքերի պատճառով սկսված առևտրային պատերազմն ազդել է միջազգային շուկաների վրա։ Ասիական շուկաները անկում են ապրել ճապոնական Nikkei-ը 8%-ով, իսկ Հոնկոնգի Hang-Seng-ը 13%-ով։ Եվրոպական շուկաները նույնպես անկում են ապրել գերմանական DAX-ը 4.8%-ով, բրիտանական FTSE-ին մոտ 5%-ով։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ավելի բարձր մաքսատուրքեր սահմանելու իր որոշումը ճիշտ է, նշելով, որ ինքը միտումնավոր չի ցնցում առաջացրել շուկայում։ Նա նշել է, որ երբեմն դժվար գործողություններ են անհրաժեշտ խնդիրները լուծելու համար, իսկ իր գլխավոր նպատակը Թրամփի խոսքով Չինաստանի հետ ԱՄՆ առևտրային $1 տրիլիոն դեֆիցիտը հաղթահարելն է։
ԱՄՆ աշխատաշուկան մարտին ցույց է տվել ուժեղ աճ ավելացնելով 228,000 աշխատատեղ, ինչը զգալիորեն ավելին էր, քան ակնկալում էին տնտեսագետները։ Աճը ապահովել է հիմնականում սպասարկման եւ առողջապահության ոլորտների շնորհիվ, այնուամենայնիվ արտադրությունը ավելացրել է ընդամենը 1000 աշխատատեղ, ինչը շատ ավելի ցածր է, քան կանխատեսվում էր։ Չնայած աշխատատեղերի աճը մնում է առողջ, առևտրային լարվածությունը նվազեցնում է բիզնեսի վստահությունը։ Շուկաներն արդեն բացասաբար են արձագանքել բաժնետոմսերի կտրուկ անկումով եւ կան մտավախություններ, որ նոր մաքսատուրքերը կհանգեցնեն գների բարձրացման եւ մատակարարման շղթաների խնդիրների, ինչը կարող է դանդաղեցնել տնտեսական աճը։ JP Morgan-ը դարձել է Wall Street-ի առաջին խոշոր բանկը, որը կանխատեսել է ԱՄՆ տնտեսության անկում նախագահ Թրամփի մաքսատուրքերի ազդեցության պատճառով։ Բանկի գլխավոր տնտեսագետ Մայքլ Ֆերոլին կանխատեսում է, որ 2025 թվականի երկրորդ կիսամյակում ԱՄՆ տնտեսությունը 2/4-ով ռեցեսիայի մեջ կմտնի, ընդ որում ՀՆԱ-ն երրորդ եռամսյակում կկրճատվի 1%-ով, չորրորդ եռամսյակում 0.5%-ով։ Սա կհանգեցնի ՀՆԱ-ի 0.3% անկմանը ամբողջ տարվա ընթացքում։ Ակնկալվում է, որ գները բարձրանան, սպառողական ծախսերը կնվազեն, գործազրկությունը կաճի մինչև 5.3%։ Դանդաղող տնտեսությունը կառավարելու համար անհրաժեշտ է վերաֆինանսավորման տոկոսադրույքների նվազեցում։ JP Morgan-ը ակնկալում է, որ դաշնային պահուստային համակարգը կսկսի նվազեցնել տոկոսադրույքները հունիսին։ Հետաքրքրված եք ներդրումներով, բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։ Apricot Capital-ը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից։